կուսակրոնությունը միմիայն եկեղեցու ներքին հարցն է։ Եվ չնայած, որ այդ ամբողջ կեղծիքները իշխանությունների կողմից համատարած են, միաժամանակ մենք նաև կարիք ենք տեսնում գոնե հնչեցնելու, որ այնուամենայնիվ մեր եկեղեցու կարկառուն դեմքերը կուսակրոն չէին, ոչ Գրիգոր Լուսավորիչը, ոչ իր որդին, որ ևս կաթողիկոս էր, թոռները եւ անգամ հայտնի կաթողիկոս Սահակ Պարթևը հենց Գրիգոր Լուսավորչի թոռան ծոռն էր։ Այսինքն նորից եւ նորից կուսակրոնությունը միմիայն բացառապես եկեղեցու ներքին հարցն է, բայց քանի որ Նիկոլը շարունակում է խայտառակել Հայաստանը, հենց առաջին հերթին Հայաստանը, այս ամբողջ ներքնազգեստ փորփրելու խոսակցություններով մենք պետք է հասկանանք, որ դրանով ինքը հարվածում է ոչ թե եկեղեցուն, ոչ, ինքը հարվածում է հենց մեզ բոլորին, ինքը հարվածում է հենց Հայաստանին, որովհետև Հայաստանը առաջինն է աշխարհում, որ ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, եւ զարհուրելի է, որ դարեր անց երկրի վարչապետը հենց փորձում է ամբողջ ջանքով քայքայել հայրաքելական Սուրբ եկեղեցին։ Ինչ վերաբերում է իր հետաքրքրությունների այդ ներքնազգեստի եւ սեռական հարաբերությունների հարցով, ես խնդրում եմ տարեք իրեն վերջապես սեքսոպաթոլոգի մոտ եւ միգուցե իր հարցերը կարողանան կարգավորել եւ միգուցե ինքը սփոփված որոշ հարցերով այլևս չզբաղվի եւ մենք հանգիստ ապրենք այդ դեպքում։